Բարի երեկո 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը Հայաքվե միավորման քաղաքական խորհրդի անդամ միջազգայնագետ Արմեն Մանվելյանն է։ Բարի ձեզ, պարոն Մանվելյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովան նախորդ օրը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման աշխատանքները շարունակվում են եւ նաեւ ասել է, որ Մուստաֆայևի այցի ժամանակ 3 փաստաթուղթ է ստորագրվել։ Նախորդին այս տեղեկությունը հայտնել էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ձեր տեղեկություններով ինչ բնույթի աշխատանքների մասին է խոսքը եւ ինչ փաստաթղթեր են ստորագրվել Երևանում։ Խնդիրը հետեւյալում է, որ ադրբեջանական կողմը այսպես կոչված սահմանազատում է իրականացնում այն ուղղություններով, որ նկատմամբ ինքը ունի հետաքրքրություն, ավելի շուտ հավակնություններ։ Ինչու են իրանք Տավուշից սկսել, որտեղ իրանք նպատակ են դրել իրենց առաջ վերցնել այսպես կոչված Տավուշի անկլավները, որ իրականության մեջ Հայաստանի սահմանության եւ մեր օրենքների չկա այդպիսի անկլավ, բայց ես ինչքան հասկանում եմ, իրանք ունեն գաղտնի համաձայնություն եւ հայկական կողմը տվել է իր համաձայնությունը ցավոք սրտի այդ անկլավները վերցնել։ Ոչ ուղղակիորեն դրա ապացույցն է նաեւ այն փաստը, որ իրանք որոշել են գազամուղը մոտապես 5.5 կիլոմետր դեպի արևմուտք տանեն, այսինքն հեռացնեն, որովհետեւ գազամուղի մի մասը անցնում է հենց այդ անկլավներով։ Իսկն գալով անկլավները նվիրաբերելով Ադրբեջանի, մենք նաեւ նվիրաբերում ենք նրանց գազամուղի նկատմամբ վերահսկողությունը, իսկ մենք հիշում ենք Արցախում ինչ տեղ ունեցավ, որ նրանք Լաչինում այդ գազամուղի վրա նստեցին։ Մյուս ուղղությունը, որը նրանք հետաքրքրում, դա այսպես կոչված Թրիփի կամ Զանգեզուրի միջանցքի հատվածն է։ Այսինքն ադրբեջանական կողմը լայնածավալ սահմանազատում անելու մտադրություն չունի Հայաստանի հետ։ Սա բարձրում է եւ իրենց հռետորաբանությունից եւ իրենց այսպես կոչված էքսպերտների հայտարարություններից եւ այլն եւ այլն։ Իրենք միայն հետաքրքրված են անել այն հատվածներում, որտեղ իրենք որոշակի նպատակներ ունեն, մասնապես այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կառուցման հետ կապված կամ դեպի անկլավներ ճանապարհ, որտեղ իրենք ոչ միայն անկլավներն են ուզում, իրենք ուզում են դեպի այդ անկլավները ճանապարհներ արդեն Հայաստանի տարածքով։ Եվ դրա համար հենց այդ հատվածներում իրականացնելու են հենց սահմանազատում։ Մնացած տեղերի նկատմամբ իրենք ունեն զրոյական հետաքրքրություն անելու ինչ որ սահմանազատում, որտեղ գաղտնիք չէ, որ իրենք երբեք չեն պատրաստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Խոսքով կարող են ասել, բայց եթե օրինակ հայկական կողմը ինչ որ նույնիսկ քառակուսի մետրեր է նշել, իրանք հրաժարվում են ինչ որ քառակուսի մետրեր նշել, ասել հա, կա Հայաստան, ունի ինչ որ տարածք, մենք է ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, թե ինչ տարածքի վրա են ճանաչում, պարզ չի, գոնե իրենց հռետորաբանությունից դա բարձրանում է։ Հետևաբար սահմանազատման գործընթացը հենց գալիս է իրանք դնում են այդ տրամաբանության մեջ։ Իրանք Հայաստանի փաստացի Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, իրանք սահմանազատում իրականացում միայն այնտեղ, որտեղ իրանք ունեն հավակնություններ ներխուժել Հայաստանի տարածք հանձինս անկլավների եւ Թրիփի, մնացածի նկատմամբ կա զրո հետաքրքրություն իրենց կողմից ինչ որ բան անելու։ Այսինքն սահմանազատման ինչ որ գործընթաց է գնում, բայց դրա մասին հրապարակային չի ասվում։ Հա, դրա մասին մենք ավելի շուտ իմանում ենք մի քանի օր հետո, որ ինչ որ փաստաթղթեր են ստորագրել, ոչ թե ծանոթ ենք այդ փաստաթղթերի բնույթին, թե ինչի մասին է։ Այսինքն բնակչությունից գաղտնի են պահում այս փաստաթղթերը, ինչը խոսում են դրա մասին, որ գործող քաղաքական ռեժիմը շարունակական ճնշման տակ է Ադրբեջանի կողմից եւ շարունակական զիջումների է գնալու։ Այսինքն մարդիկ, ովքեր որ հիմա նախընտրական շրջանում են, պետք է հասկանան, որ այս զիջումները հիմա շատ թեթև են գնում, բայց եթե Աստված չանի սրանք վերարտադրեն, ապա Հայաստանի նկատմամբ եւ ճնշումներն են մեծանալու եւ սրանց պատրաստակամությունը ել ավելի մեծ տարածքներ զիջելու Հայաստանից, ել չեմ ասում 300,000 ադրբեջանցի մուտքի մասին, որ ես համոզված եմ, որ նույնիսկ այդ գաղտնի փաստաթղթերում բացառված չէ, որ նաեւ դրա մասին կա խոսք։ Մուստաֆայևի այցից ինչ եզրակացության եկաք, նա ինչ նպատակով էր եկել, ինչու հանդիպեց գործարարներին եւ ինչ այլ հանդիպումներ, ինչ տեղեկություններ կան ընդհանրապես։ Դե մենք չգիտենք ինքը ինչ գործարարների հետ է հանդիպել, ես տեղյակ չեմ առանձնապես։ Աղվերանում տեղի են ունեցել հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպում։ Հա, որտեղ նայեք, խոսել հայ-ադրբեջանական առևտրաշրջանառության կամ առևտրային հարաբերությունների մասին, եւ որ բառացիորեն 2 տարի առաջ Հայաստանը Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, խոսել դրա մասին, երբ որ Ադրբեջանի բանտերում մեր հայրենակիցներն են գտնվում, սա իհարկե նաեւ բարոյականության խնդիր ստեղ կա։
Սա խոսում է, որ այս մարդիկ չունեն էլ այդ բարոյական կամ ազգային կարմիր գծերը, ազգային հասկացողություն, ազգային հպարտությունը, սրանց համար խորտ երևույթներ են։ Էլ չեմ ասում պետական շահը եւ դրա սպասարկումը։ Իրենք իրենց անձնական շահերն են սպասարկում, գալիս են ադրբեջանցին այդ գործարքեր, որպեսզի Ադրբեջանը այս շրջանում, այս նախընտրական շրջանում իրան մի քիչ համեստ պահի, բայց պարզա չէ, որ այդ համեստ պահելու, Չայկերտավոր ասած համեստ պահելու դիմաց իրենք ընտրությունից հետո այդ հասցված չան իսան վերարտադրում, կրկնակի երակի ավելի մեծ պանջներ դնելու Հայաստանի արդեն ասենք ասենք նախկին իշխանությունների առաջ, եթե նրանք մնան իհարկե։ Եվ վերջերս հանրային դաշտում իշխանության որոշ ներկայացուցիչներ ընդդիմախոսներին մեղադրել են, թե գիտեք ինչ, Ալիևը վաղուց է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին խոսացել, ինքը երկար ժամանակ դրա մասին չի խոսել, բայց մենք հիշում ենք, որ առնվազն նախորդ տարվա նոյեմբերի 9-ին խոսեց դրա մասին, երբ հայտարարում էր, որ Հայաստան ոչ թե տանկերով են գալու, այլ մեքենաներով են գալու, այս մասին ինչ կասեք, ինչ կարծիք ունեք։ Նայեք, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի գաղափարը ծնվեց այն պահից սկսած, երբ որ Ադրբեջանը կարողացավ Չայկերտավոր ասած լուծել Արցախի հարցը։ Քանի կար Արցախ, իրանք նույնիսկ մտնելով չեն անցնում Հայաստանը կոչել Արևմտյան Ադրբեջան։ Բայց քանի որ իրանք իրենց պատկերացման Արցախի հարցը լուծել են, իրանք չեն թաքցրել նպատակն է Հայաստանի ոչնչացումը։ Բացեք իրենց ցանկացած դասագիր դպրոցական եւ կարծացեք, որ Հայաստանի ոչնչացումը այսօրվա Ադրբեջանի քաղաքական նպատակներից մեկն է։ Եթե իրենց առաջին դեմքը բացահայտ դա չի ասում, բայց գոնե այս վերջին իր ելույթը, որ ինքը Բաքվից Երևանի ելույթեր ունենում, ինքը հստակ կերպով հայերին կոչեց սեպարատիստներ, հայ գերիներին տերորիստներ եւ լրիվ արդարացված էր համարում հայերի դեմ իրականացած էթնիկ զտումն ու ցեղասպանությունը եւ Արցախի հայաթափումը։ Հետևաբար պետք չի զարմանալ, որ այս մարդիկ Հայաստանի ոչնչացումը իրենց քաղաքական ծրագրային կարևորագույն խնդիրներից մեկն է։ Եվ այդ առումով իրենք ձեռ-ձեռի տված աշխատում են այսօրվա ռեժիմի հետ։ Եվ դրա համար առավելևս որ մենք գտնում ենք նախընտրական շրջանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ լավ մի բան հասկանան, որ ցանկացած մեկ որ ձայն է տալիս գործող ռեժիմին իր ապարագախին, ինքը փաստացի ձայն է տալի Ալիևին եւ Էրդողանին։ Այսինքն ձայն է տալի հայերի Հայաստանի ոչնչացմանը։ Սա է փաստը, որ ու ցավոք սրտի այս երևույթի մասին պետք է անդադ խոսել, որպեսզի շատերին հասնի, որովհետև իրենք չեն հասկանում, որ իրենք ստամոքսից են կողմ, կան նաև այլ քաղաքական իրավիճակներ, որ չպետք է ստամոքսով մտածել, որ գիտեք իրենց ստամոքսի հարցը լուծել են թքած, որովհետև ցավոք սրտի սա մի երևույթ է, որ միշտ կրկնվում է հայ իրականության մեջ, հայ ժողովրդի պատմության ընթացքում։ Հիշենք, ասենք նույն Օսմանյան կայսրությունում միջին վիճակագրական հայը շատ ավելի լավ էր ապրում, քան ասենք քուրդը։ Բայց հենց քրդերն էլ դառան են սուրը, որով թուրքերը իրականացրեցին հայոց ցեղասպանությունը։ Այսինքն պետք չէ իրանք որ կարծեն, եթե իրենց ստամոքսի հարցը լուծած է, ապա ամեն ինչ լուծած է։ Ոնց Արցախը հայաթափեցին, վաղը միսօրը կանեն նույն արագությամբ Հայաստանի Հանրապետությունը հայաթափեն, ով է դրան դեմ կանգնելու կամ ով է դրա մասին խոսալ Եվրամիությունը։ Եվրամիությունը այդ հայտարարություն կանի, ինչ որ դժգոհություն կհայտնի եւ այլն, ու կամ ափսոսան կհայտնի ու դրանով կբավարարվեն կպրծնեն։ Հետևաբար այս խնդիրները, որոնք պետք է լուծվեն, ու փառք ասում ենք գտնում ենք նաեւ նախընտրական շրջանում եւ հայ ժողովուրդ հայ մարդը կարա գնա իր քվեով լուծի այս հարցը, հեռացնելով այս դավաճանների ռեժիմի երկրից եւ բերելով նոր ազգային ուժերի, որոնք կարող են իսկապես հարց լուծել։ Ինչ եք դուք հասկանում այս մի քանի օրի արդեն քարոզարշավ ընթանում մարդկանց տրամադրություններից արդյոք ավելի գնալով կբարձրանա մարդկանց մասնակցության թիվը։ Գիտեք, դա շատ կարևոր է, որովհետեւ նայեք, երկու խնդիր կա լուծելու առումով՝ քանակական եւ որակարական։ Քանակական խնդիրը հետեւյալում է, պետք է հնարավորինս շատ մարդ բերել ընտրությունների։ Եթե վերջին 21 թվականի ընտրությունները մոտավորապես 48-49% են մասնակցել, ապա հիմա պետք է գոնե 60% եւ ավելի մարդ մասնակցի։ Երկրորդ խնդիրը, որ քանակական էլի շատ կարևոր լուծել, դա հնարավորինս քիչ ձայներ փոշիացնել, որտեղ նորից նախորդին հեղում անելով 20% ձայների փոշիացվել է, ու դա հիմնականում 90%-ով ընդդիմության ձայներն են եղել։ Այսինքն ընդդիմությունը պետք է այդքան խելք ունենա, հասկանա, որ չի կարելի նրանք գոնե ովքեր իրենց ընդդիմադիր են հայտարարում, բայց որոնք հազիվ 1-ից 2% էլ չեն կարող հավաքել,
որ իրենք իրականում աշխատում են գործող ռեժիմի օգտին։ Եվ դեռ ժամանակը կարող են դուրս գալ այս ընտրական գործընթացից։ Այսինքն այս երկու հարցը կարևոր է լուծել, շատ մարդ բերել ընտրությունների եւ երկրորդը հնարավորինս քիչ ձայն փոշիացնել։ Որակական խնդիրը հետեւյալում է, պետք է հնարավոր ամեն ինչ անել, պես քաղաքի բնակչությունը, քաղաքների բնակչությունները գան ընտրություններ, որովհետեւ քաղաքները հիմնականում ընդդիմադիր են ավելի, քան թե գյուղերը։ Բայց որպես կանոն նույնպես քաղաքի բնակչությունը շատ ավելի пассив է, քան թե գյուղերի բնակչությունը։ Որովհետև ավելի տեղեկացված են, ոչ թե ասենք, որ զուտ քաղաք է, ճիշտ եմ հասկանում, ավելի տեղեկացված են, կրթության մակարդակը ավելի բարձր է։ Հա, ընդդիմություն լինելու առումով, ընդդիմադիր լինելու առումով նայեք սոցիալարցիները ցույց են տալիս, որ բնակչության այն մասը, որը ինֆորմացիան քաղում է որպես կանոն H1-ից, իրանք որպես կանոն, ասենց ասեմ, գործող ռեժիմին են աջակցում։ Նրանք ովքեր YouTube-յան ալիքներից, ինտերնետից, հատկապես նրանք ովքեր ասում են իրենց ինֆորմացիանց հիմնական աղբյուրը ինտերնետն է, նրանց 80-ից 90% ավելի ընդդիմադիր հայացքներ ունեն։ Ու սա որպես կանոն երիտասարդություն է։ Ու սա էլ է կարևոր, ոչ միայն քաղաքի բնակչությունը պետք է ակտիվ մասնակցի, քաղաքների բնակչությունը, այլև երիտասարդությունը պետք է գա, որովհետև ամենաընդդիմադիր հատված հենց 18-ից 35 տարեկաններն են։ Եվ շատ կարևոր է, որպեսզի կոչ արվի, որ երիտասարդները գան, որովհետև այս ընտրությունները իրենց ընտրություններն են իրականում։ Իրենց ապագան է որոշվելու։ Իրանք Թուրքի հետ են 300,000 թուրքի կողքի են ապրելու, թե իրանք ապրելու են ազատ անկախ պետությունում, որի համար իր պետական շահը, պետական ապագան, ազգային գաղափարները եւ իղձերը շատ կարևոր են։ Եվ դրա համար երիտասարդության գալը նույնպես կարող է այդ որակական խնդիրը փոխել, այսինքն քաղաքի բնակչության ակտիվ մասնակցությունը եւ երիտասարդության ակտիվ մասնակցություն ընտրություններին կարող է որակական իրավիճակ փոխել։ Սրա վրա է, որ ընդդիմությունը պետք է ուշադրություն դարձնի եւ շարունակաբար աշխատի։ Ես այս հարցերը տարբեր այսպես մասնավոր զրույցների ժամանակ բարձրացնում ենք, թե այսօրվա երիտասարդությունը, ուսանողությունը հարցեր չունի ընդհանրապես տեղի ունեցողի հետ կապված, երբ նրանց ասում են, որ Արարատը մեր լեռը չի կամ հակադրում են Արագածին արհեստականորեն, երբ ոտնահարում են ինքնությունը, երբ 5 տարի առաջ մի բան էին ասում են այդ ոնց է, որ Արցախը մերն է եղել, այսինքն ոչնչացնում են բոլոր այն հիշողությունը, որը կապված է մեր ժամանակակից ինքնության ձևավորման հետ։ Դուք ինչ եք կարծում, այսօրվա երիտասարդությունը արդյոք հաշտ է այս ամենի հետ։ Նայեք, երիտասարդությունը, ինչպես նաև բնակչության մյուս տարիքային խմբեր, իրենք տարբեր խավեր են ներկայացնում։ Կան մարդիկ, որոնց համար ազգային գաղափարները, չասեմ ազգային գաղափարախոսություն, բայց ազգային գաղափարները շատ նորմալ են, ինքը դա է տեսեն տանը, դպրոցում եւ սովորել է։ Բայց կա մի հսկայական հատված, որոնց համար դրանք անհասկանալի երևույթներ են, ցավոք սրտի։ Սա կրթական, դասական, պետական քաղաքականության բացակայության հետևանք է։ Այսինքն, բայց եւ առաջինին եւ երկրորդին պետք է տարբեր մոտեցումներ ունենալ եւ պետք է ընդդիմությունը կարողանա դեպի այդ մարդիկ, ոնց ասած, ճանապարհ գտնի։ Մեկի հետ խոսա ազգային գաղափարներից, մեկի հետ խոսա, չգիտեմ, ժամանակակից տեխնոլոգիաներից, իր անձնական, հա, թեկուզ TikTok-ից եւ մնացած ամեն ինչից։ Այսինքն գոնե փորձեն հասնել TikTok-ով, որ ինչ են նրանք սպառում, այ դրա միջոցով հասնեն այդ մարդկանց։ Որտեվ բառացիորեն 2 օր առաջ երբ որ գործող պարագլուխը Սյունիքում հայտարարում էր, որ սա Հայաստանն է, սա պետք է մենք պետք է հասկանանք, որ այստեղ Սյունիքի գլխին վտանգ է կախված, հիշելով թեկուզ 2 դրվագ հիշեցնենք, որ ժամանակին գոռում էր Արցախ Հայաստանը եւ երկրորդը Տավուշում ասում էր, եթե մի մետր հող ստեից զիջեմ, իմ ձեռս կկտրեմ։ Չէ, բայց ոչ իր ձեռն է կտրված, Արցախն էլ հայաթափված է, իսկ Տավուշից 3 գյուղ հանձնած է թուրքերի։ Այսինքն պարզվեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը այն նախնական տեքստը, որ հրապարակվեց, չէ, որտեղ նաև գյուղերի հանձնման մասն էր, փաստացի այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հետո փոխվեց նոյեմբերի։ Ես կարծում եմ, այդ պայմանավորվածությունները շատ ավելի վաղուց էին ձեռք բերվել, որի համար է իրականացվեց 2018-ի այսպես կոչված հեղաշրջումը։ Բայց պետք է մարդիկ հասկանան, որ այդ գյուղերի զիջման գործընթացը ընդամենը, ասենք ասեմ, պաուզայի վրա է, ինքը կանգնացված չի։ Ընդհակառակը, եթե սրանք վերարտադրվեն, այդ գործընթացը էլ ավելի արագանալու։ Եվ թող Սյունիքի բնակիչները, Տավուշի բնակիչները, նրանք ովքեր պատրաստում են Նիկոլ քվեարկեն, հասկանան, որ իրանք քվեարկում են իրանց տունը, իրանց հողը, իրանց երեխաների ապագան Թուրքին զիջելու քաղաքականության են կողմ քվեարկում։
ու թող չկարծեն թե դա իրանց չի անդրադառնա։ Նույնիսկ իրանցի բնակիչները վստահ էին, չէ՞ որ Նիկոլը ասում էր թևս կտրեն որ բանել, որ իրանց տները միշտ ապրել են խաղաղ ու տենց էլ ապրել են, բայց իրանցի ժողովրդին փաստացի աղաբեկեց, որտեղ ասելով եթե չլինի շաբաթվա վերջը պատերազմը այս պայդրությամբ հիմա իրանցը դատարկված է, մարդիկ հա մի քանի կոպեկ փող են տվել գնացել են երևի քաղաքներում բնակարաններ են արել, բայց կորցրել են այն կյանքի որակը եւ այն կյանքի ասենք ասեմ պատմական սկիզբը, որ նրանք ունեցել են, որտեղ մարդիկ ընդ հազարամյակներով ապրել են։ Ի տարբերություն շատ օրինակ իրանցը հին հայկական հին գյուղերից մեկն է, որ հիմա այլևս չկա։ Սա է խնդիրը, որ բնակչությանը պետք է հասցնել, որ այս ընտրությունը սա ընտրություն չէ այս կամ այն քաղաքական ուժի միջև։ Սա հանրաքվեի նման մի բան է, Հայաստանը լինի թե չլինի։ Նրանք ովքեր որ գնում են Նիկոլ են քվեարկում, նրանք քվեարկում են, որպեսզի Հայաստանը չլինի։ Ու կարևոր չէ, իրանք հասկանալով են դա քվեարկում, չհասկանալով են դա քվեարկում։ Նորից մեր պատմական ոչ հեռավոր անցյալին նայելով, երբ որ այսպես կոչված երիտի թուրքերը եկան իշխանության, չէ, շատերը գնում էին Պոլսի մտավորականությունը, գնում էր հայկական գյուղեր եւ ասում են, գիտեք, վերսանք նոր թուրքեր են, ձեր ֆիդայիներին ասեք իջնեն տները, գնամ զենքը հանձնեն ու ոչ մի բան չանեն։ Իսկ երբ որ ֆիդայիները ասում են, չէ, Թուրքի լավը որն է, սրանք նույն այդ գյուղացիներ կարող են այդ ֆիդայիներին հանձնեին թուրքական ոստիկանությանը։ Ու բայց հետո այդ ինչով վերջացավ մենք գիտենք։ Հիմա անցել է 100 տարի, բայց այս մարդիկ ոչինչ տենց չեն սովորել։ Ոչ մեր պետությունը, ոչ նրա այսպես կոչված ղեկավարները, որ երբևէ եղել են, որ չի կարելի թուրքերի հետ գնալ գործարքի։ Ցանկացած գործարք թուրքեր դա հետա վերադառնալու շատ ավելի մեծ աղետով։ Եվ դրա համար այսօր կանգնած է Հայաստանը լինել չլինելու առաջ։ Եվ մի կողմից կանգնած են մարդիկ, ովքեր ասում են մենք Թուրքի հետ գնում ենք գործարքի, անունը դրել են խաղաղություն, իրականում հիշենք, այս մարդիկ խարդախությունից բացի այլ բան չեն արել իրենց ողջ այս 8 տարվա գործընթացի ընթացքում։ Մյուս կողմից դրված է, որ Թուրքիա չի կարելի գնալ գործարք, եկեք մենք միավորվենք, համերաշխ դառնանք, ներսի ատելությունը թողենք գցենք մի կողմ եւ ուժեղ պետականություն կառուցենք։ Հետո որ այս մարդիկ պետք է ընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք անցողիկ են եւ որոնք ուզում են ուժեղ պետականություն ստեղծեն, հզոր Հայաստան ստեղծեն եւ այն ուժերին, որոնք ասում են, չէ, գնանք գործարքի Թուրքիա հետ, որը բերելու է երկրին հերթական անգամ, հերթական գործարքի, որը բերելու է աղետի։ Նույն նորից պատմական անցյալին անցնելու, նույն երիտի թուրքերի գալն հայերը ակտիվ մասնակցում էին, ցույցեր էին անում, միտինգներ էին։ Դե այն ժամանակ էլ է, չէ՞, հեղափոխություն, արդեն նոր սահմանադրություն, նույնիսկ խորհրդանում 6 հայ падգամավոր կար, էլի, թուրքական։ Ու հետո դրանց գլուխը ոնց էին այդ падգամավորներից ամենահայտնին ջարդում քարով, սա էլ է, չէ՞։ Այսինքն մարդիկ պետք է գոնես պատմական փաստերը հիշելով այս դրվագները հասկանան, որ Թուրքի հետ գործարքի գնալ չի կարելի։ Ու սրանց գոռացած խաղաղությունը հենց Թուրքի հետ գործարքի գնալու Հայաստանի ոչնչացման գործընթացի սկիզբն է։ Եվ երբ ժողովուրդը ասում է թուրքը մնում է թուրք, թերևս դրա մեջ ահագին իմաստ եւ խորություն կա, այսինքն հենց այնպես ասված խոր չի է, տեղին է երևի։ Իհարկե, միանշանակ դա տենց է, որտեղ թող ազգայնամոլություն չհնչի, բայց թող ազգայնամոլություն էլ հնչի, ինչի մասն է խոսքը։ Դա մեր, ասենք ասեմ, կենթանի մնալու, ապրելու կոդերից մեկն է։ Եթե դու հասկանում ես, որ քո դիմացինը քո թշնամին է, որ ասենք թե նույն Ստեփանակերտ քաղաքում քանդում է ասվածածին քո եկեղեցին, բայց դրա դիմաց քեզ ինչ որ մի քանի հատ խղճուկ բենզին է ուղարկում, ասենց լափի նման լցում է դեմ։ Դու պետք է հասկանաս քո համար որն է արժե համակարգը, այդ էժան ադրբեջանական բենզինը, թե քո եկեղեցին, որ նրանք քանդում են։ Ու դա միակ եկեղեցին չէ, դա արդեն երրորդ եկեղեցին էլ, չասեմ, հսկայական հատվածներ Ստեփանակերտի հին մասն են քանդե ավերել։ Դե Ստեփանակերտում փաստացի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Մայր Տաճարը, Սուրբ Հակոբը, այս վերջին եկեղեցիները որ քանդեցին եւ Շուշեմ կանաչ եկեղեցին են քանդե, կանաչ ժամն են քանդե եւ այլն, այսինքն ու իրանք սրանք մեծ եկեղեցիներ են, որոնք գիտենք, մնացած սրբավայրերը, խաչքարերը, սրբատեղիները, որոնք ավերելու պղծել են, դրա մասն էլ դեռ հայտնի չէ, բայց ժամանակի ընթացքում կիմացվի։ Այսինքն այս մարդկանց հետ գնալ ցանկացած գործարքի, որի անունը կոչվում է խաղաղություն, սա նշանակում է Հայաստանի նկատմամբ հերթական ցեղասպանության կազմակերպումը։
Բայց այդ նույն Ադրբեջանի գործողությունները, այսինքն եկեղեցիներ ոչնչացնելը, ատելությունը եւ այն հռետորաբանությունը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը, որևէ առնչություն ունեն խաղաղություն հաստատելու հետ։ Նայեք, այն մարդիկ ցավոք սրտի, որոնք հայկական իրականությունը տեսնում են հմայքի եթերով, որ այս մարդկանց ստում է պարբերաբար, խափում է եւ մոլորության մեջ է գտնում, իրենք շատ դեպքերում տեղակել չեն այս ամեն ինչ։ Տեղակել չեն, թե ոնց է, որովհետեւ հմայքը ցույց չի տալիս հայկական իրականության ոչնչացման ավերման այս գործընթացը ցույց չի տալիս։ Ինքը ստերը է տարածում ցավոք սրտի եւ մարդիկ հավատում են դրան։ Իսկ ինքը ռոպագանդիստական մի հատ միավոր է, որը նպատակ չունի հաջորդին իրականության հետ, հայկական թեկուզ իրականության կամ տարածաշրջանում ընթացող իրականության հետ, որպեսզի նրանք առնչվեն, այլ նպատակ ունի մարդկանց մոլորեցնել եւ խաբել։ Սա է ցավոք սրտի։ Ես դիտում էի Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի տեսանյութը, որ հրապարակել էր Համասիայի շրջանից գյուղի անունը չեմ հիշի, այն դպրոցներից մեկից, որը փակվում է։ Եվ ինչպես գիտենք, նայել էր հայտարարել, ասենք մի շարք դպրոցներ փակվում են, բայց զուգահեռաբար մենք տեսնում ենք ՔՊ-ի քարոզչական տեսահոլովակները, որ տեսեք հին այսպես դպրոցի փոխարեն ինչ դղյակներ են կառուցել, ես կխնդրեմ պարզաբանել։ Նայեք, մոտավորապես իրանք նախատեսել են 260 դպրոց փակել։ Հիմնականում դրանք դպրոցներ են, հիմնականում դա Սյունիքի մարզում են այդ դպրոցների մեծ մասը, նո ամենամեծ խումբը, չասեմ մեծ մասը, որոնք հիմնականում սահմանամերձ են։ Սա շատ վտանգավոր գործընթաց է, ու իրանք դրա անունը դրել են կրթության որակի բարձրացման ծրագիր։ Այսինքն չի կոչվում դպրոցները փակել, այլ մոտավորապես sense կրթության որակի բարձրացում կամ մատչելիության բարձրացման ծրագիր։ Եվ դրա անվան տակ գնում է գյուղերի դպրոցների փակում, որի հետևանքը, որի լինելու են, որ գյուղերը հայաթափվելու են։ Եվ մարդիկ թողել են եւ հեռանան, որտեւ եթե քո երեխան գնում է այդ դպրոցում չի սովորում, ամեն անգամ գնում գալիս է եւ տարբեր խնդիրներ է ստեղծում, սա կբերի նա, որ այդ մարդիկ ուղղակի կթողեն այդ գյուղերը եւ կգնան այնտեղ, որտեղ այդ դպրոցը կա, այդ ինֆրաստրուկտուրան կա, դպրոց կա, չգիտեմ, մանկապարտեզ կա, ինչ որ բժշկական կենտրոն կա, որտեղ որ մենք դպրոցներից ենք խոսում, բայց իրանք բուժիմնարկներն են փակում եւ այլն, տարբեր այն ամեն ինչ որ պետության ներկայացությունն է այդտեղ, դրանք կամաց վերացնում են։ Այսինքն սա որոշակի տենդենս է, սա պատահական չէ, օրինակ շատ տեղեր կային, նույնիսկ կենտրոններ, որտեղ պասպորտ սեղաններ կային, այդ պասպորտ սեղաններն են փակում եւ այլն, այսինքն պետության ներկայությունը սահմանամերձ գյուղերում, ավաններում իրանք սկսել են վերացնել, որը խթանում է մարդկանց, որը խթանում է նախ հայաթափմանը, այդ մարդիկ որ հեռանան, բնակչությունը հեռանա, որ նաև իր մեջ էլ ավելի վտանգավոր տենդենս ունի, քանի որ դա սահմանամերձ են շատ-շատերը։ Տենդենսն անում է, որ սա նաև հնարավորություն է տալի Ադրբեջանին առաջ շարժվելու եւ առանց մի կրակոցի էլ ավելի նոր տարածքների վրա իրենց դիրքերը դնելու, մոտեկանալու Հայաստանի համար ռազմավարական ճանապարհներին եւ այլն։ Այսինքն երբեմն այնպեսի տպավորություն, որ դա հատուկ է արվում, որպեսզի ադրբեջանցիների համար ճանապարհ բացեն խորանալու համար Հայաստանի տարածքը, չնայած մենք տասնյակ փաստեր գիտենք, որ իրանք այս ընթացքում վերջին 1-2 տարում անընդհատ իրենց դիրքերը առաջ են տանում։ Թե Ջերմուկի ուղղությամբ, թե Սյունիքում, Գորիսի ուղղությամբ եւ այլն, այսինքն տարբեր տեղեր դիրքերը անընդհատ առաջ են տանում։ Հիմա այս գյուղերի հայաթափումը եւ բնակչության արտահաս կգբերնա, որ նրանք առանց խնդրի առաջ կգան կամաց այդ գյուղերում կնստեն։ Եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովին Ալիևի տեսակապով ուղերձին հայտարարույց ելույթին, ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չհակադարձեց, այլև շնորհակալություն հայտնեց եւ ցանկություն հայտնեց, ծափարեց 2 տարի անց ցանկություն հայտնեց մասնակցել Բաքվում այս գագաթնաժողովի հերթական գագաթնաժողովին Եվրոպական քաղաքական համայնքի, ձեր կարծիքով ինչպիսին պետք է լիներ այսպես հայկական պատասխանը այս թշնամական ելույթին։ Նայեք, ընդհանրապես եթե Հայաստանում էր հայկական կառավարություն, այդ գագաթնաժողովը Եվրոպական համայնքի կանցել լրիվ այլ կերպ։ Օրինակի համար ազգային պետությունը թույլ չէր տա, օրինակ Զելենսկին գար Երևան։
Արդեն Զելենսկու գալը սա ոնց որ նույնիսկ չասեմ ապտակ, ոնց որ թքեն ամբողջ հայ ժողովրդի վրա։ Մի մարդ որ զենք զինամթերք էր ուղարկում Ադրբեջան, ֆորսվորային ռումբեր էր ուղարկում, չէ՞ հարցնել տվեցին, ինքը չպատասխանեց, արհամարեց, թողեց գնաց։ Հետո շնորհավորում էր Ադրբեջանին հաղթանակի եւ այլի կապակցությամբ, գալիս է եւ Երևանյան հարթակը օգտագործում է հակառուսական տրամադրություններ ստեղծելու եւ ռուսատիացության sense կենտրոններ վերածել այդ օրերին Երևանը։ Բոլորը որ վեր էին գանում հակառուսական հայտարարություններ են անում։ Բազմաթիվ անգամ ես էլ եմ ասել շատ միջազգայնագետ են, որ Հայաստանը իրավունք չունի հատկապես գլոբալ այս աշխարհակահական այս տուրբուլենտ իրավիճակում կանգնելու հակառուսական, հակաիրանական, հակաամերիկյան կամ նույնիսկ հակաեվրոպական ինչ որ բաների մեջ առանցքներում տեղավորվի։ Ինքը շատ ավելի չեզոք գրագետ քաղաքականություն պետք է վարի։ Սա է մեր շահերից բխում։ Բայց հետո մենք տեսանք, որ ռուսիատացության օրեր էին, փարթի էին կազմակերպել եվրոպացին, որոնք հասկանալի է, իրանք Ռուսաստանի այս ճշտամիտ իրանք մտել են Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Դա իրենց որոշումն է։ Հայաստանը տղա անելիք չունի։ Դավանոցեմ գրում, եթե լիներ, գոնե կփորձեն ինչ-որ առումով սահմանափակել բա, գոնե առաջին հերթին թույլ չտալու համար, որ Զելենսկին գար։ Երկրորդը չէր կարելի թույլ տալ նաև Թուրքիայի փող նախագահը ով է որ ինքը գա, որովհետև այդ անձը Թուրքիայում հայտնի որպես ամենահայտնի հակահայ գործիչներից մեկը, հակահայ քարոզությամբ եւ իր այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի առաջ մղելու լոբիստներից մեկն է։ Այսինքն այս ամենը Զելենսկու գալը, այդ Թուրքիայի փող նախագահի գալը, որը հայտարարում էր նաև հաստատ ոնց որ իմ տանս գա, քլեչը այդ անձը։ Սա նշանակում է, որ Հայաստանում ազգային ինքնության կառավարություն գոյություն չունի։ Սա ընդհանրապես թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայող Հայաստանը թուրանական աշխարհի, չգիտեմ, վիլայեթի վերածելու գործընթացի մեջ են գտնում։ Հայաստանը, եկեք փաստենք, էլի, նաև այդ Եվրամիության այդ գագաթնաժողովը ցույց է վերածվել է ինչ որ տարածքի, որի նկատմամբ, ասենք թե բոլորը հավակնություններ ունեն եւ տարածքը բոլորը ուզում են օգտագործեն։ Եվրամիությունը ուզում է օգտագործել Ռուսաստանի դեմ, Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են օգտագործել իրենց անձնական շահերը տեսնելու եւ Հայաստանը որպես միջանցք օգտագործելու գաղափարով։ Իսկ հենց Հայաստանը տամն է միջանցքը, որ պետք է ծառայի իրանց սերվիս ծառայություններ մատուցող տարածք է, եւ այդ տարածքի նկատմամբ վաղամիսօրը պետք է չի զարմանա, որ իրանք նշանակեն, ասենք թե իրենց մարդուն այդ մարդու անելն իրենց Նիկոլ Փաշինյան։ Հիմա մենք հասկանանք ինչ վտանգները, հետագա վտանգները այս ամենը պարունակում, հատկապես Եվրամիություն Ռուսաստան դիմակայության ընդհանուր համատեքստում։ Քանի որ հիմա շատ են խոսակցություններ այն մասին, որ Հայաստանը դառնում է աշխարհակահաղական բախումների որոշակի թատերաբեմ։ Նայեք, Հայաստանը մանավանդ այսօրվա ռեժիմի օրոք լրջագույն կախվածության մեջ հայտնվել Ռուսաստանից։ Տարօրինակ չհնչի ռուսատիացության հետ միասին, օրինակ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության 80%-ը Ռուսաստանի հետ է։ Երբ նախկինում այդ թիվը 40% էր, այսինքն կրկնակի ավելացել է։ Հայկական ապրանքները գնում են Ռուսաստան, ռուսական շուկան է մեր համար ռազմավարական, որտեղ այդ ապրանքները այլ շուկաներ չեն ընդունում։ Չհավատակ երբեք, որ Եվրամիությունը կբացի եւ հայկական գյուղատնտեսական ապրանքները կթողի գան իր շուկաներ։ Այնտեղ ուրիշ ստանդարտներ են։ Հա, բացի նրանից ուրիշ ստանդարտներից այնտեղ դոտացիոն քաղաքականություն են իրանք վարում, ասենք թե ամենախոշորը դա Թուրքիան է, եւ հետեւաբար այս կախվածությունը տնտեսական, հա, նույնն էլ նաեւ էներգետիկ առումով։ Մենք գազը ստանում ենք շատ ցածր գներով, աշխարհում տենց գին չկա, $175 սահման է, որ կրկնակի ավելի ցածր է, դաժե երրակի, նույնիսկ երրակի ավելի ցածր է, ասենք նույն գազի գինը Եվրամիությունում եւ այլ տարածաշրջանում։ Իհարկե սպառողին ավելի բարձր գին հասնում, բայց եթե սահմանին Իդեպ սա էլ առանձին հարց է, ժամանակին վստահ եկան իշխանության աղմուկ էին բարձրացնում, որ սպառողին կրկնակի բարձր է գալի, նույնիսկ հանձնաժողով ստեղծեցին, որ գտնում են կոռուպցիա կա, որ այդ կոռուպցիան գտնեն, կոռուպցիայի ձեռը բռնեն։ Բայց այդ հանձնաժողովը աշխատեց, հետո կորավ։ Ես չգիտեմ, կարող է եւ կոռուպցիան գտել են, բայց իրանք հարմարվել են այդ կոռուպցիայի վրա նստել են։ մնաց նույնը, այսինքն։ Հա, նույնը մնաց, չնայած դա էլ ասեմ, գազի գինը որոշում ոչ թե Գազպրոմ Արմենիան, այլ որոշումը պետությունը։ Կարող ինքը մոնոպոլիստ է, բոլոր մոնոպոլիստ կառույցները կարգավորում։ Այո, հանրային ծառայությունների կարգավորում հանձնաժողովում, այսինքն որը պետության ներկայացուցիչ ինքն է որոշում գազի գինը։
Եթե գտնում եք թանկա կրկնակի, իջացրեք, դրեք հաշվարկեք, ասեք, քիչ ենք կրկնակի թանկ։ Չնայած ես վերջերս մի շարք բացահայտումներ եղա, մասնապես պարզուց օրինակ պետությունը մի շարք իրեն մոտ կանգնած օլիգարխների այդ նույն գազը վաճառում է շատ ավելի էժան գնով։ Մեծ բավականին զիջումներ է անում եւ բավական էժան գնով գազ է վաճառում, որի մասին ընդհանրապես ոչ ոք չգիտի։ Չեն խոսում դրա մասին, որ բնակչությանը վաճառում է $400, այսինքն կան կազմակերպություններ, որոնք այդ գազը առնում են $250-250 մոտավորապես։ Արտոնյալ վերիարտիցորեններն են, հա։ Ու սա է իրականությունը, որ այս մարդիկ վարում են մի քաղաքականություն, որը Հայաստանը բերել է հասցրել է, ասենց ասեմ, շատ ծանր իրավիճակում եւ իրանք փորձում են, ասենք, թե նույն թրիփը կառուցում են Իրանի հետ սահմանային մոտ, այն դեպքում, երբ որ այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ Իրանի համար խնդիր չկա ամերիկյան ցանկացած ռազմաբազայի կամ չասենք նույնիսկ ոչ միայն ռազմաբազայի ինֆրաստրուկտուրային հարվածելու համար, չէ՞ որտեղ իրանք հարվածեցին նաև դատա կենտրոններին ամերիկյան, որոնք գտնվում են Դուբայում, մյուս տեղերում։ Բոլոր այն երկրներում, որտեղ կան այո, որտեղ կար ամերիկյան ներկայություն, նույնիսկ իրանք պատահաբար չէր, որ հարվածեցին նաև Նախիջևանին եւ որոշ տեղեկություններ նաև այսպես Արցախի օկուպացված որոշ տարածքների վրա է հարված եղել, որի մասին իրենք առանձնապես աղմուկ չբարձրացեցին, բայց այդ տեղեկություններ կար։ Սա զգուշացում էր Ադրբեջանին, որ մյուս անգամ շատ ավելի կոշտ կլինի։ Ու պարզ է դառնում, որ նույն թրիփի կառուցումը հենց մեր սահմանի վրա, Բառացիոնի 3 Նարեկ Կարապետյանը մի հատ վիդեո նկար անել եւ ցույց էր տվել, որ այսպես կոչված թրիփի ճանապարհը սահմանից հեռու ընդամենը 30 մետր Պարսկաստանի հետ սահմանից։ Այսինքն այս մարդիկ ամեն անգամ որ գնում են Եվրամիություն, գնում են Ամերիկա, հետո գնում են Ռուսաստան, Իրան գալիս են, ստեղծում են մի իրավիճակ, երբ որ մենք հայտնվում ենք կոնֆլիկտի մեջ։ Իրան, Ամերիկա, Եվրամիություն, Ռուսաստան անընդհատ մեզ մի կոնֆլիկտից մյուսն են տանում, հետո տանում են 4-րդ կոնֆլիկտ, հիմա էլ գնում են Ադրբեջանի հետ կնքելու են խայտարակ պայմանագիր, որի անունը դրել են խաղաղություն, բայց որը իրական դեպի Հայաստան Ադրբեջանի մուտքի ազատման գործընթաց է, ասենց ասեմ։ Բայց այդ ամենը թաքցնում են ռոպագանդայով, քարոզչությամբ, կեղծ խոսքերով, ստելով, մանիպուլյացիայով։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, նույնիսկ նրանք ովքեր, չգիտեմ, նիկոլականը, պետք է հասկանան, որ այս մարդիկ երբեք ճիշտ խոսք չեն ասում։ Ստախոսության իրանք մաստեր կլաս կարող են տալ ցանկացած մեկին։ Հետևաբար հավատալ սրանց նշանակում է քո երկիրը, քո ընտանիքը, քո հարազատներին տանել դեպի կործանման հերթական պատերազմը։ Այս մարդիկ եկեք չմոռանանք ամեն ընտրությունից հետո Հայաստանի գլխին նորանոր պատերազմներ են բերել։ 18-ից հետո 2020-ի 44-րդ պատերազմը, 21-ից հետո 22 եւ 23 թվականների պատերազմը։ Եթե Ասաչյանի սրանք վերարտադրվեն, սա բերելու են նոր պատերազմի։ Իրենք են բացելու այդ պատերազմի դռները, որովհետեւ ադրբեջանական կողմը տեսնում որ ինքը գործ ունի անողնաշար, անհայրենիք, փողին, ասենց ասեմ, մեռած մարդկանց հետ։ Եվ այդ ցանկացած պայ կարող են ինչ-որ ռազմական գործողություն սկսել եւ իմանալով որ պատասխան չի ստանալու։ Եվ արդյոք ընդդիմությունը այսպես պետք է պատրաստ լինի վատագույն սցենարին, ձեր կարծիքով։ Նայեք, ես կարծում եմ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գործընթացը գնա լավագույն սցենարով։ Լավագույն սցենարը դա ընդդիմության հիմնական 3 խաղացողների գործունեությունն է, որպեսզի նրանք ամեն ինչ անեն, որպեսզի նախ հաղթարեն այն անցումային շեմերը եւ երկրորդը կարողանան հետագայում թեկուզ ժամանակավոր կառավարություն ձևավորեն, որպեսզի երկիրը դուրս բերեն այս իրավիճակից։ Այսինքն ընդդիմության համերաշխությունը շատ կարեւոր է։ Խոսքը հենց անցողիկ շատ ուժեղ խաղացողների մասին է։ Դու գիտեք, հայակվեն նաև աջակցում է ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի նույն նպատակով, որպեսզի ուժեղ ընդդիմադիր քաղաքական բևեռներ ձևավորվի։ Եվ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով իմ վերջին հարցը արձագանքում է բոլոր այս գործընթացների, խոսքը իհարկե եվրոպական միջոցառումների մասին է եւ մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինի ջեպազրույցի ասուլիսի մասին է, այն որ Պուտինը հաստատի ասում է, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հետ կապված փափուկ, ինտելիգենտ, ապահարզանի հնարավորություն կա, այսինքն ցանկալի է, որ
լինի հանրակրվե իր անցկացվի եւ եթե պետք է այսպես ինտելիգենտ, փափուկ, ապա արձանի կամ ամուսնալուծության գնանք։ Սա արդյոք նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես կատարելով բոլոր այն խնդիրները, որոնք նախապես դրված էին, այսինքն հողարկավորելով Ղարաբաղի հարցը, հանձնելով Արցախը, հիմա աշխարհակաղակական շրջադարձի է պատրաստում Հայաստանը։ Չէ, դա բացարձակ դա չի նշանակում, որտեվ գործող անձը շատ լավ հասկանում է Հայաստանի կախվածությունը ռուսական շուկաներից, ռուսական գազից, ռուսական էներգետիկային եւ շատ լավ հասկանում է, որ դրան այլընտրանք չկա։ Եվ ես համոզված եմ, որ չնայած ինքը կարծեմ 3 ինչ որ հարցազրույցներից մեկում թե ինչ պատասխանել է։ Այո, ես մեջ բերեմ նրա բանը, նա ասաց, որ մենք ворթեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն, ես համաձայն չեմ նաեւ մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնելու։ Ես համաձայն չեմ նաեւ ապահարձան ձևակերպման հետ։ Նայեք, նույնիսկ եմ կրկնում, այս մարդիկ չունենալով ազգային գաղափարախոսություն եւ ազգային սկզբունքներ, շարժվելով միանեղ իրենց խմբակի շահերով, ամեն ինչ անում են, որպեսզի մնան ջրի երես։ Եվ իրանք շատ լավ հասկանում են նաեւ այն վտանգները, որը կլինի, եթե իրանք սկսեն այդ այսպես կոչված ապահարզան գործողությունը։ Չնայած սիրում են խաղեր տալ եւ ամերիկացիների եւ ռուսների հետ, հետո գնան Եվրամիություն, հետո նորից վազեն Մոսկվա եւ այլն, բայց սա չի արվում Հայաստանի շահերից ելնելով, ու այստեղ sense ասենք դիվերսիֆիկացիոն քաղաքացիություն չկա, որտեղ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ տեղի ունենում աշխարհակաղակական գլոբալ փոփոխություններ, ու գլոբալ փոփոխությունները ցավոք սրտի օգուտ Հայաստանի չեն առումով, որ միջազգային օրենքները որպես այդպեսին դադարում են գործել։ Այսինքն պետությունները միանց նկատմամբ ռազմական գործողություններ են իրականացնում ու իրենց նկատմամբ ոչ պատժամիջոցներ կարող է օգտագործել, նույնիսկ եթե օգտագործել դրանք չեն աշխատում եւ այլն եւ այլն։ Ու մենք տեսնում ենք, որ հատկապես մեծ պետությունները իրենց պահում են, ասենց ասեմ, միջազգային ժանդարմի տեսքով, էլի, ում ուզում հարձակում են, ում ուզում ռմբակոծում են եւ այսինքն միջազգային օրենքի բացակայության պայմաններում Հայաստանը նույնիսկ շատ զգույշ պետք է լինի իր գործողություններում, իր քաղաքականության մեջ։ Գնա ոչ թե կոնֆրոնտացիոն ճանապարհով Եվրամիությանը բերի ստեղ Զելենսկու գլխավորության, որը հակա ռուսական հայտարարություններ անի, այլ շատ ավելի գրագետ է։ Նույն կարելի էր այդ միջոցառմաններ առանց Զելենսկու։ Նույն Ամերիկայի հետ կարելի էր գնալ տարբեր տեսակի գործարքի, բայց առանց Իրանի հետ սահմանին այսպես կոչված թրիփի կառուցման։ Իհարկե գրագետ քաղաքական ուժը կասել որ մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհները նաև ադրբեջանական տրանսպորտի համար, բայց ոչ տալու հատուկ միջանցք, որը պետք է լինի ինչ որ երրորդ կողմի վերահսկողության տակ այնել 74 թե 76%-ով։ Խոսում ես ապաշրջափակման գործընթացի մասին, բայց ամեն ինչ հանգում է մի հատ ճանապարհի ընդամենը, էլ։ Ու գնալ նման խելագարության, սա նշանակում է չտիրապետել աշխարհակաղակական իրավիճակին։ Ուղղակի պետք է այդ պահին իրենց թվում է թե դա իրենց համար օգտակար է, գնում են Ամերիկայի պես մեծ տերության տակ են պարկում, դա իրենց հարցերը կլուծի։ Դա կարող է իրենց նեղ խմբակի իշխանության մնալու հարցը լուծի, բայց դա ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այլ առավելևս որ դա ասում որ 99 տարով տրվելու է։ Սա արդեն գաղութ դառնալու ճանապարհի սկիզբն է, որովհետև ժամանակին արևմտյան պետությունները 99 տարով վերցնում էին այն երկրների տարածքը, որոնք նկատմամբ իրանք վերահսկողություն էին, զինված ռազմական վերահսկողություն էին։ Նույն Հոնկոնգի օրինակը այն բանից հետո որ ամերիկացիները բրիտանացիների հետ միասին, այսինքն բրիտանացիները որ կազմակերպեցին հիշում եք այսպես կոչված օպիումային պատերազմները եւ կարողացան մի շատ տարածքների նկատմամբ 99 տարվա վերահսկողություն վերցնել։ Դա եւ Հոնկոնգն էր եւ այլ տարածքներ էին չինական, այսինքն սա գաղութային քաղաքականության արդյունք է։ Հետևաբար այս քաղաքականությունից խուսափելու համար մեզ շատ գրագետ իշխանություն է պետք եւ հետևաբար առաջիկա ընտրությունները մեր են հնարավորություն, որ միջին վիճակագրական հայ բնակիչը պետք է հասկանա, հատկապես հայ երիտասարդությունը, որպեսզի Հայաստանը չտանեն հերթական պատերազմի, որպեսզի Հայաստանը խուսափի հերթական կործանումից եւ տարածքների զիջումից, ապա առաջին հարցը, որ ինքը պետք է լուծի, գնա ընտրություններին, աջակցի ընդդիմությանը եւ հեռացնի այսօրվա իշխանություններին։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ հարցերի համար։
168-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Հայ-Աքվե միավորման քաղաքական խորհրդի անդամ միջազգայնագետ Արմեն Մանվելյանի հետ։ Կհանդիպենք։